Կոճապղպեղը ծնունդով հարավ-արևելյան Ասիայից է, սակայն վերջին տարիներին այն կիրառելի է դարձել աշխարհի ամենատարբեր երկրներում։ Կոճապղպեղը ունի շատ օգտակար հատկություններ։ Ժողովրդական բժշկական այն հազվադեպ միջոցներից է, որն ընդունված է ավանդական բժշկության կողմից։ Այն հրաշալի կերպով հանգստացնում է նյարդերը, կանխում առավոտյան սրտխառնոցը, գլխացավերը և մարսողական խնդիրները։ Կոճապղպեղը հրաշք համեմունք է, որը պայքարում է բորբոքումների, տաքության դեմ, պաշտպանում է լյարդը և սրտանոթային համակարգը, վերացնում է ավելնորդ միկրոբներն ու վիրուսները։ Նրանում առկա մագնիումի մեծ քանակի շնորհիվ թունավոր նյութերն ավելի արագ են հանվում օրգանիզմից։ Նրանում կա նաև ասկորբինաթթու, B, A խմբի վիտամիններ, ցինկ, կալցիում, յոդ և բնական հակաբիոտիկներ, որոնց շնորհիվ կոճապղպեղը ամրացնում է օրգանիզմը և բարձրացնում է իմունիտետը։ Հետազոտությունների համաձայն կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը կարգավորում է նաև արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակը։ Բացի այդ, այն լավացնում է շրջանառությունը անոթներում, նվազեցնում է տրոմբի գոյացման ռիսկը։ Այդ պատճառով այս համեմունքը հաճախ արյան բարձր խտություն ունեցող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել ամեն օր։ Փոքր կոնքի օրգաններում արյան շրջանառությունը ուժեղացնելու շնորհիվ կոճապղպեղը պայքարում է սեռական դիսֆունկցիաների դեմ։ Գիտնականները պարզել են, որ կոճապղպեղը օգտակար է գրեթե բոլորին, սակայն կան մարդկանց խմբեր, ում կտրականապես արգելված է օգտագործել կոճապղպեղ, հատկապես ամենօրյա գրաֆիկում։ Այդ խմբին են պատկանում մարդիկ, ովքեր ունեն արյան հետ խնդիրներ։ Կոճապղպեղը խթանում և արագացնում է արյան հոսքը, սակայն այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն արյան հետ, պետք է հեռու մնան այս համեմունքից, քանի որ այն միայն կբարդացնի իրավիճակը։ Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն այս անգամ ոչ թե խոսելու ենք ավելորդ քաշ ունեցող մարդկանց մասին, այլ հակառակը քաշի պակաս ունեցողների մասին։ Կոճապղպեղ խորհուրդ չի տրվում նման մարդկանց։ Բոլորն էլ գիտեն, որ կոճապղպեղն օգնում է ազատվել ավելնորդ կիլոգրամներից, արագացնում է նյութափոխանակությունը և արագ իջեցնում է քաշը։ Կոճապղպեղ խորհուրդ չի տրվում նաև դեղամիջոցներ օգտագործողներին։ Դե իսկ ամենակարևոր խումբը հղիներն են։ Կոճապղպեղը բնական հզոր խթանիչ է, որը կարող է վնասել հղիության ընթացքը։ Այդ իսկ պատճառով հարկավոր է հեռու մնալ թե համեմունքային տարբերակից, թե թեյերից։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։